Հրապարակ թերթը գրում է, գրել էինք, որ դեռևս մոտ 2 շաբաթ առաջ ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին 1 միլիոն դրամ գումարով էր պարգևատրել, ինչից սակայն ազգընտիրները դժգոհ էին մնացել։ Հեռացող պատգամավորներն ակնկալում են մի կլորիկ գումար ստանալ, որպես անցած տարիներին կատարված աշխատանքի գնահատական։ Տեղեկացանք, որ օրեր առաջ 8-րդ գումարման պատգամավորների հետ վերջնահաշվարկ է արվել եւ յուրաքանչյուրի հաշվին 5 միլիոն դրամ գումար է փոխանցվել, որից ավելի քան 3 միլիոն դրամը պարգևավճար։ Ըստ ամենայնի այսպիսով փորձել են գոհացնել խորհրդարան չանցած յուրայիններին գոհ ու երջանիկ տուն ճանապարհելով։ Հրապարակ թերթը գրում է, կառավարության հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 միլիարդ պարգևավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների։ Պարգևատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հուլիս-սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Նախորդ տխուր փորձը հաշվի առնելով կառավարության վերին օղակներում հույժ գաղտնիության պայմաններում են պարգևավճարները սահմանում։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախարարությունների եւ վարչությունների գլխավոր հաշվապահներին այս անգամ մեկուսացրել են պարգևավճարների բաշխման գործընթացից, փողի հաշվարկն ու բաշխումն արվում են ամենավերին օղակներում։ Բացի այդ, աշխատակազմը խիստ զգուշացվել է, որ ոչ մեկը ոչ մեկին չպետք է ասի իր պարգևավճարի չափը, հակառակ դեպքում ազատման դիմումներ կգրեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորը Աղվան Վարդանյանը փաստացի հայտնվել է խմբակցության ներսում մեկուսացած վիճակում։ Խնդրի պատճառը, ինչպես փոխանցում են խմբակցության ներսից, Աղվան Վարդանյանի ավելի վաղ արած հայտարարությունն է, ըստ որի եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։ Խմբակցության գրեթե բոլոր անդամները Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում էլ պնդում են, որ Աղվան Վարդանյանը կարող է պահել իր խոստումը եւ հրաժարվել մանդատից։ Այդ դեպքում խորհրդարան կմտներ Գառնիկ Դանիելյանը, որը ավելի ակտիվ եւ արդյունավետ խորհրդարանական աշխատանքեր կատարում նախորդ ազգային ժողովում։ Հրապարակ թերթը գրում է, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որ սկսվել։ Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով, այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։ Մեզ այս մասին պատմող քաղաքացին եւս վախեցավ անունն ասել, պատմեց, որ իրեն էլ են իրավապահները կանչել հետաքրքրվել, ինչու ինչ նկատառումներով է մասնակցում բողոքի ակցիաներին։ Հրապարակ թերթը գրում է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի կողմից ընդունվել է որպես խտրական եւ անարդար, բայց մենք տեղեկացանք, որ սա դեռ ամենը չէ։ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների խոսքով տևական ժամանակ է, ինչ նման շշուկներ են պտտվում նաեւ Պաշտպանության նախարարությունում զինվորականների հետ կապված։ Մեր աղբյուրների խոսքով Փաշինյանի այս մոտեցումը ոչ միայն ուսուցիչներին է վերաբերում, այլև զինվորականներին եւ ամենայն հավանականությամբ նույն պայմանը Փաշինյանը նաեւ կդնի զինվորականների առաջ՝ կամ ատեստավորվեք կամ հեռացեք համակարգից։